Իմանատյան բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, խնդրեմ, որ հարցից եք ուզում խոսել։ Բարև ձեզ, շատ շնորհակալություն։ Առաջին հերթին, քանի որ Նիկոլը շարունակում է շրջել Հայաստանով մեկ, մենք ուղեցույց ենք պատրաստել, որի մասին մի քանի օր առաջ արդեն տեղեկացրինք հանրությանը, բայց այնուամենայնիվ նորից կարիք եմ տեսնում կրկնելու մեր ուղեցույցը Նիկոլի հետ հանդիպելիս, թե ինչպես պետք է արձագանքել։ Եվ ես հասկանում եմ, որ մարդիկ տոգորված են վախով ու մյուս կողմից նաև անտարբերությամբ, բայց այնուամենայնիվ, եթե դուք ավելի խիզախ եք, քան Նիկոլը մտածում է ձեր մասին, ապա հանդգնեք իրերն իրենց անուններով կոչել, այսինքն անվանել Նիկոլին Չարիք։ Եվ այդպես, քանի որ մենք մարդ ենք, որպես մարդ, մենք անվանում ենք Նիկոլին սրբապիղծ։ Ինչու՞, որովհետև նա պղծում է քրիստոնեական բոլոր արժեքները եւ համարձակվում է շարունակաբար քարկոծել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Որպես հայ, մենք անվանում ենք նրան թշնամի, որովհետև նա ամբողջ ուժերով նսեմացնում է հայոց ազգային սրբությունները եւ անդադար քայլեր է ձեռնարկում ազգը կործանելու ուղղությամբ։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մենք անվանում ենք Նիկոլին հանցագործ, որովհետև նա խախտել է տարածքային ամբողջականությունը, նա կազմակերպել եւ իրականացրել է պետական դավաճանությունը եւ խախտել է մի շարք այլ օրենքները, մասնավորապես Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Իսկ ես, որպես հոգեվոր զարգացման ճանապարհով գնացող, նաև անդադար կրկնում եմ, ես շատ ցավում եմ, որ 5 տարի առաջ նա չդատվեց, որովհետև եթե այդ ժամանակ նա դատվեր, ապա այսքան Չարիք չէր կուտակի եւ այսքան բեռը Չարիքի, որ անդադար պիտի հետո մեղավորությունը զգա եւ կրի իր պատիժը, այսքան չէր հավաքի իր վրա։ Այնուամենայնիվ, ահա, սա է իրավիճակը եւ կոչ եմ անում բոլորին չվախենալ եւ հանդգնել, նորից կրկնում եմ, իրերն իրենց անուններով կոչել։ Սակայն, գիտեք, ես մտածում եմ, որ մի քանի ամիս չեմ եկել Հայլի ակումբի եթեր ու չնայած որ մենք բազում ակցիաներ ենք կազմակերպել, բազում ելույթներ անդադար մեղադրելով Նիկոլին հանցագործության համար եւ միաժամանակ մեղադրելով ընդդիմությանը թույլ պայքարի կամ նույնիսկ պայքարի ինչ-որ առումով բացակայության համար, այսօր մենք պետք է փաստենք, որ իրավիճակը կտրուկ փոխվել է եւ սա շատ ցավալի է, այն փոխվել է դեպի վատ։ Եվ այդպես փորձենք դիտարկել ինչը փոխվեց։ Առաջինը մենք վերջի 5 տարի անընդհատ ասում ենք, որ հանկարծ իրավիճակը չպիտի հասնի ընտրություններին, որովհետև երբ որ հանցագործը կատարում է հանցագործություն, նրան բռնում են եւ դատում են, այլ ոչ թե թողնում են, որ գա ընտրություններին մասնակցի։ Ցավոք սրտի այսօր արդեն գրեթե անխուսափելի է ընտրությունները։ Երկրորդը, իրավիճակը ամբողջ աշխարհում փոխվեց եւս։ Եվ երբ որ ինքը անընդմեջ ասում էր, որ Ադրբեջանն է մեր հիմնական վտանգը եւ խաղաղությունն է ամենակարևորը, այսօր միայն մտավոր հետամնացը կարող է մտածել, որ Ադրբեջանի հետ համեմատաբար նորմալ հարաբերությունները կնշանակեն խաղաղություն։ Ամբողջ աշխարհը ցնցվեց լիովին։ Եվ մյուսը, որ նայում ես Նիկոլին նորից ամբողջ սրտով, իրոք խղճահարելով Նիկոլին, որովհետև ինքը արդեն աղավաղված, իր արտաքին տեսքն էլ աղավաղված, ինքը այդ խղճուկ, բայց չարացած, բոլորի վրա թունավորված, այդ իր ամբողջ դրսևորման հանդերձ, եթե հանկարծ ինքը ընտրվի, ինքը վերջնական այդ ամբողջ կապերից պոկվելու է եւ այդ ժամանակ ընդհանրապես դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի մեր խեղճ Հայաստանի Հանրապետության եւ խեղճ հայ ազգի հետ եւս։ Եվ մյուսը, որ շատ հստակ է, դա հասարակության սարսափելի բևեռացում է, որ մենք երբևիցե չէինք պատկերացնում, որ նման ձևով կարող է բևեռացվել հասարակությունը։ Եվ տեսեք, եթե մենք ընտրությունների տերմիններով խոսենք, ապա մենք ունենք մի ինչ-որ զանգված Նիկոլի էլեկտորատը, դավաճանի էլեկտորատը ովքեր են, դավաճաններ, մտավոր հետամնացներ եւ հոգեկան խանգարումներ ունեցողներ։ Այլը չկա։ Մենք ունենք առանձին էլեկտորատ ընդդիմության եւ մենք ունենք ստվար զանգված երկու տիպի մարդկանց կամ ընդդիմադիր կողմնորոշված հիրավի, որովհետեւ հասկանում են թե ինչ է կատարվում, բայց հուսահատված եւ այդ մարդիկ ճնշող մեծամասնություն են կազմում։ Եվ մենք ունենք ընդհանրապես անտարբեր
որը հասկանալի չէ ինչպես կարելի է հիմա անտարբեր մնալ, բայց ունենք ինչ որ ունենք։ Հիմա երբ որ մտածում եմ օրինակ Նիկոլի կարգախոսները, ապա գիտեք ինչ որ առումով իրենք ավելի հիմա ազնիվ են, անկեղծ են, որովհետև առաջ իրենք ասում են ապագա կա, հիմա արդեն նոր կարգախոս է, որովհետև հասկացել են, որ Նիկոլով ապագա չկա, եւ դրա համար ապագա կա էլ չեն կրկնում, փոխարենը գոնե այնքան ինքը հասկանում է, թե ինչ կլիներ, եթե իր դեմքը փակցներ բոլոր տեղերը, եւ դրա համար իր փակցրած դեմքի փոխարեն իրենց կներեք հետույքի նշանն են փակցնում, որ չգիտես ինչու անվանում են սրտիկ։ Սա ինչ որ ունենք։ Հիմա ինչ կարելի է անել այդ ամբողջի հետ եւ սա շատ ավելի դժվար է ու շատ ավելի կարեւոր է հասկանալ, որովհետեւ աշխարհը, ոնց որ ասեցի, ցնցվել է այնքան, որ ամբողջությամբ փոխվել է։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ շարունակաբար հորջորջվում էին որպես ժողովրդավարության արժեքների կրող, այժմ ամբողջությամբ ոտնահարում են ժողովրդավարության արժեքները եւ հակառակը առաջնորդվում են բռնությամբ եւ չարությամբ։ Եվ այդ ֆոնին մենք հասկանում ենք, որ ժողովրդավարության արժեքների մասին խոսելն այլևս անիմաստ է ամբողջ աշխարհում։ Մի կողմից ես նորից կրկնում եմ, ես հիանում եմ Պարսկաստանով, որովհետև ի տարբերություն մեզ եւ ի տարբերություն այդ ամբողջ փտած Եվրոպայի եւ մյուս երկրների, Պարսկաստանը ամբողջ խիզախությամբ եւ քաջությամբ պայքարում է ոչ միայն սեփական հայրենիքի, ոչ, արժեքների համար, որ իրենք կրում են։ Արժեքների, որ պետք է որ կրեինք նաև մենք, որովհետև գիտեք, երբ որ հիմա բոլորին լսում ես վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, գաղափարախոսներ բոլորը անդադար մեղադրում են հայ ազգին ու բացատրությունը բերում են, որ միգուցե հին ազգ է եւ դրա համար արդեն ինչ որ ձևով փտում է, բայց մենք ունենք հին ազգերի հիանալի օրինակներ, մենք ունենք Չինաստանի հզորագույն օրինակը, որ Չինաստանի ծաղկումը այժմ հիանալի է, ապշեցուցիչ է, նույնիսկ հնարավոր չէր պատկերացնել, որ կրթության ոլորտում այնքան մեծ աճ է եւ այլ ոլորտներում եւս Եվ մենք տեսնում ենք հին ազգի Պարսկաստանի այն հզոր օրինակը, որ մեզ համար պետք է այսօր հիրավի օրինակ դառնա։ Եվ նորից այստեղից սկսում ես մտածել, իսկ մենք ինչ։ Ինչ եղավ մեր ազգի հետ, որ մենք այսքան ստորացանք, որ դավաճանին շարունակում ենք դիմանալ։ Եվ գիտեք, ես անընդհատ ասում եմ, երբ որ միջազգային մակարդակում եմ փորձում մտածել, ես ասում եմ, ես շատ ամաչում եմ, շատ աննկարագրելի ամաչում եմ, որ իմ երկիրը, իմ Հայաստանը հանդես չի եկել դատապարտող հայտարարությամբ, դատապարտելով Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Բայց մյուս կողմից ես հասկանում եմ, երբ որ դավաճանը իշխանության գլխին է, երբ որ ոչ մի հարց ներքին քաղաքականության առումով լուծված չէ, ես չեմ ասում արտաքին քաղաքականության մասին, երբ որ անգամ իր թիմը չի կարողանում մայրաքաղաքի խցանումների եւ փոսերի հարցը լուծել, ես ինչ պիտի ակնկալեմ միջազգային քաղաքականության մակարդակում։ Զավեշտալի է։ Բայց այն է նորից ինչ որ ունենք։ Եվ դրա համար հետո մտածում ես լավ, քանի որ ժողովրդավարությունը, ոնց որ ասեցի, արդեն փակուղի է մտել, այստեղից գալիս է լուրջ հարց, որը ինչ որ ձևով փիլիսոփայական է, բայց վերաբերում է բոլորին։ Ես ուզում եմ հասկանալ, այո, մենք ցավոք սրտի ունենք այդ զանգվածը, ոնց որ ասեցի Նիկոլի էլեկտորատի տգետ չզարգացած, ցավոք սրտի ոչ մի արժեք չունեցող, եւ ես ուզում եմ հարցնել բոլորին. Ինչու մենք պիտի դիմանանք, ինչու մենք պիտի հաշտվենք մտքի հետ, որ տգետ, չզարգացած, հայրենասիրությունը որպես որակ չունեցող, ընդհանրապես ազգային պատկանելություն փաստացի սրտում չունեցող զանգվածը պիտի որևէ կերպ որոշի իմ հայրենիքի ճակատագիրը։ Ինչու։ Եվ երբ որ նայում ես, մտածում ես, ինչու այն միակ գիրքը կարդացած, որ այդ մարդիկ կարդում են, դա էլ դպրոցի առաջի դասարաններում Թումանյանի հեքիաթները, որ իսպար հեքիաթներ չեն, այլ ծաղրանք էր հենց իրենց մասին, ու դա միակ գիրքն է, որ իրենք կարդում են, ու եկեղեցին իրենց համար միայն ընկալման առումով վայր է, որի կողքը կարելի է խորոված ուտել, ինչու մենք պիտի հաշտվենք մտքի հետ, որ այդ մարդիկ իրենց իրավունք են վերապահում որևէ ձևով հարվածելու հայարակելական սուրբ եկեղեցուն։ Ինչու։ Եվ սա շատ ավելի լուրջ հարց է, քան մնացածը։ Եվ դրա համար, գիտեք, ամենակարևորը, ինձ համար այս պայքարը քաղաքական չի սպառ, քաղաքական հավակնություններ չունեմ, չեմ ունեցել եւ չեմ էլ ունենա։ Ինձ համար այս պայքարը վաղուց քաղաքական չէ, այլ չարիքի դեմ պայքար է։
Ինձ համար այս ամբողջ պայքարը գիտելիքի պայքարն է տգիտության դեմ, լույսի պայքարն է խավարի դեմ, և ամբողջ բարության պայքարն է այն չար ստորության դեմ, որ Նիկոլը հանեց բեմ։ Եվ երբ որ մի շարք այլ մարդիկ, ոնց որ ասեցի քաղաքական գործիչները այդ թվում, սկսում են մեղադրել ամբողջ հանրությունը, ես չեմ մեղադրում։ Ես հակառակը հասկանում եմ, որ ցավոք սրտի սա մեր հումքն է, ինչ ունենք, այն ունենք։ Եվ ցավոք սրտի այդ ամբողջը ևս իմ ազգի մասն է։ Միգուցե դեռ գերանի մակարդակի, որ դեռ պիտի մշակվի, բայց մենք ենք մշակողները։ Եվ ես հասկանում եմ, որ դա Նիկոլն է մեղավոր։ Նիկոլն է մեղավոր, որ նրանց հնարավորությունը ընձեռեց կարծիք հայտնելու ամեն ինչի մասին, որ նրանց թույլ տվեց համարել, որ իրենք են իշխանության ինչ-որ ձևով մասը։ Նիկոլն է մեղավոր, որ նրանց համար միակ արժեքը դա Նիկոլի հետ կարկանդակուտել, իսկ քանի որ եւ Նիկոլը եւ իրենք ոչ հայերեն գիտեն, ոչ ռուսերեն, դրա համար օգտագործում են ավելի շուտ այդ տարօրինակ պերաշկի բառը, ըստ այդմ ոնց կարելի է թույլ տալ, որ իրենք որոշեն մեր Հայաստանի ապագան։ Այս սա ինձ համար շատ ավելի կտրուկ, շատ ավելի սուր ու շատ ավելի առանցքային հարցն է։ Եվ դրա համար գիտեք մարդիկ հիմա քննարկում են, իսկ լուծումներ չկան, բոլորը հուսահատված են, էներգիա չկա պայքարի եւ հիրավի պայքարել անգամ չկա ու տարբեր կուսակցությունները, տարբեր քաղաքական ուժերը, երբ որ նայում ես, օրինակ վերջերս մենք քննարկում ենք, որ տպավորություն է թողնում, որ ստեղծվում, որ անգամ տեխնոլոգը քաղաքական, որ իրենք բոլորը վարձել են, նույնն է։ Նույն գույներն են, նույն ուրախ ավտոբուսն է բոլոր կուսակցությունների մոտ, նույն ինչ-որ հայտարարություններ են բոլոր կուսակցությունների մոտ եւ այլն, եւ նույն դիզայնը։ Այնուամենայնիվ, ես հասկանում եմ, որ եթե այդպես շարունակվի, մենք ամբողջ ազգով կարող ենք տանուլ տալ։ Եվ դրա համար միակ տարբերակը, միակ ելքը դա միավորվելն է։ Ես հասկանում եմ, որ մարդիկ ունեն քաղաքական տարբեր հավակնություններ, քաղաքական տարբեր պատկերացումներ, այդ պատկերացումները չեն բռնում, բայց մենք այժմ մեկ հիմնական խնդիր ունենք, որ չենք ալարում ու չենք դադարում անընդհատ կրկնել։ Մենք ունենք ազգի թշնամի, որը ամբողջ ջանքերով կործանում է ազգը։ Մենք ունենք իր ետևում կանգնած մի շարք դավաճաններ, որ հիմա Ադրբեջան են գնում եւ այլն։ Այդ ամբողջ չարիքի դեմ մենք պետք է միավորված ուժերով հանդես գանք։ Ես պատրաստ եմ, խնդիր չկա, կարելի է մտածել, որ կարող է լինել ժամանակավոր կառավարություն, որպեսզի բոլորը միանան եւ հոգեվորական առաջնորդ ունենան, որպեսզի բոլորը իր շուրջ միավորվեն, վերջապես, միավորվեն հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Միայն դրանով հնարավոր կլինի այս ամբողջ չարիքը լուծել։ Դրանից հետո նոր հնարավոր կլինեն նորից ընտրություններ եւ այդ նոր ընտրություններում արդեն թող հաղթեն ամենաուժեղները, բայց այս պահին, այս մակարդակում արդյոք դուք բոլոր քաղաքական գործիչները չեք հասկանում, որ մենք ամբողջությամբ կանգնած ենք ոչնչացման եզրին, եթե հանկարծ Նիկոլը նորից գա իշխանությանը։ Եվ դրա համար ես նորից ու նորից կոչ եմ անում քաղաքական բոլոր ուժերին պայքարելու, կոչ եմ անում ամբողջ հայ ազգին, հասարակությանը չէ, հասարակությունը շատ ավելի մանր է, հայ ազգին ամբողջությամբ սթափվելու եւ ընկալելու, որ մենք այլընտրանք չունենք, մեզ տեղ չեն տվել այլևս անտարբերության, մենք այլընտրանք չունենք, մենք պարտավոր ենք պայքարել, հանուն ոչ թե միայն Հայաստանի, հանուն այն պատկերացումների լույսի մասին, որ յուրաքանչյուրի սրտում, ես վստահ եմ, միևնույն է արկա է։ Եվ Տիկին Հոնացյան, ես կուզեմ նաև այս հարցին անդրադառնանք 18-ամյա Դավիթին, որին երկամսյա կանայք են տվել Էվանի համար, որ գնացը ինքը պատարագին էր մասնակցում եւ Նիկոլ Փաշինյանը իր շքախմբով մտան եկեղեցին ու փոխեց այդ արարողակարգը, որի հետևանքով են բախումներ եւ հարված ստացավ Դավիթը իր գլխին, ունի գանգուղեղային ցնցում, հիվանդանոցում էր, իսկ երեք արդեն պատրարակով սայլակով իրեն տեղափոխել են նորից քրեակատարողական հիմնարկ։ Սա ինչի դրսևորում է, սա ինչ ընդգծված ատելություն է հայ երիտասարդի նկատմամբ։ Սա ամենաայլի ողբալի հարցերից մեկն է, որ այժմ մենք ունենք, որովհետև Նիկոլը իր ամբողջ դրսևորումներով
այս դեպքով իր մյուս հայտարարություններով ակնհայտ երևում է, որ պայքար է տանում առաջին հերթին հենց մեր երիտասարդության դեմ։ Հենց այդ իր ատելությունն էր պատճառը, որ 5000 զոհ ունեցանք մենք հարձակման ժամանակ, երբ որ ինքը ամբողջությամբ սաբոտաժի ենթարկեց մեր պաշտպանական գործողությունները։ Այժմ նույն ատելության մասն է, ինքը ատում է հայ ազգը, սա շատ ցավալի է, բայց փաստ է, եւ դրա համար գիտեք տարբեր մարդիկ տարբեր մեկնաբանություններ են տալիս, բայց երևի թե մարդկանց ճնշող մեծամասնությունը չգիտի, որ իրեն ներկայացվող մեղադրանքը, հիմնական մեղադրանքը, որ ինքը խափանել է Նիկոլի քաղաքական գործունեությունը։ Սա չեք ընկալում արդյոք, ով որ չի պաշտպանում Դավիթին, չեք ընկալում արդյոք, որ սա առաջին հերթին աբսուրդ է, ինչպես կարելի է համարել, որ եթե մեկը գալիս է պատարագի, ապա դա իր քաղաքական գործունեությունը եւ ինչպես որևէ մեկը դա պետք է ակնկալի։ Ու գոնե դրանով բացահայտվում է, որ Նիկոլի պատարակների մասնակցությունը, եկեղեցի մտնելը, մյուս բոլոր իր իբր թե աղոթքները իրականում ոչ այլ բան են, քան քաղաքական գործունեություն, որը ուղղված է Հայաստանի Հանրապետության ոչնչացմանը, հայ-առաքելական եկեղեցու կործանմանը եւ ամբողջ բարի արժեքների նսեմացմանը։ Սա է, ինչ որ ունենք նորից, այն էլ ունենք։ Եվ դրա համար Դավիթի նմանները հիշվելու են որպես հերոսներ, միևնույն է։ Ես հույս ունեմ, որ Դավիթը իր մեջ ուժ կգտնի, կառողջանա, կվերադառնա իր նորմալ կյանքի, իսկ մենք բոլորս կհիշենք իրեն որպես մարդ, ով արտահայտեց մեր բոլորի կարծիքը։